12 տարի Հայաստանում ապրող եւ աշխատող Հարդիպն ու Աջայը տիրապետում են հայերենին, արդար քրտինքով վաստակում օրվա հացը, իսկ օրենքի հետ խնդիր երբեք չեն ունեցել։ Տղաներն ասում են, որ խաբեության զոհ են դարձել, իսկ պատկան մարմինները նրանց խոսքով հարցին լուծում այդպես էլ չեն տվել։ Վերջերս Հարդիպը մեկնում է Հնդկաստան ընտանիքին տեսնելու։ Այդ ընթացքում փակվում է Իրանի օդային տարածքը եւ Հարդիպը Հայաստան վերադառնալ չի կարողանում։ Դիմում է Հայաստանում բիզնես ունեցող իր հայրենակցին Անիլ Քոսլային, որպիսի վերջինս իրեն օգնի գալ Հայաստան։ Տղաների խոսքով Քոսլան խոստանում է Հարդիպին օգնել գալ Հայաստան, ծառայության դիմաց պահանջելով եւ ստանալով 750 ԱՄՆ դոլար։ Աջայը եւս հավատալով խոստմանը որոշում է նույն ճանապարհով Հայաստան բերել իր մորը։ Նա եւս 750 դոլար փոխանցում է Անիլ Քոսլային։ Արդյունքում Քոսլան ոչինչ չի անում։ Հարդիպն ու Աջայը սկսում են պահանջել իրենց փոխանցած գումարը Քոսլայից։ Նա ընդամենը 100,000 դրամ է վերադարձնում, ասելով, որ մնացածը չի տալու։ Տղաները հաղորդում են ներկայացնում ոստիկանության արաբկիրի բաժնում, գործը փոխանցվում է քննչական, որտեղից օրեր անց նամակ են ստանում առ այն, որ Անիլ Քոսլայի արարքում հանցակազմ չկա եւ գործը փակված է։ Ոստիկանը Անիլ Քոսլայի ճանաչում է, ասում է իր մոտ շատ բողոք կա։ Մեկ ամեն ինչ ունի, այս կապոկ տվել է իր, մեզի քապել է, դու չէ պատասխանում։ Հետո վերջին ինքը ասել է, ինչ ուզում ես անի, ես փող չեմ տամ։ Քաղաքացիների իրավունքի պաշտպան ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանն ասում է. Հասարակ գործ է, տիպիկ խարդախություն։ Սակայն պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում խարդախությունը մի քիչ այլ ձևով են արդեն սկսել հասկանալ։ Քննիչից ստացան նամակ, քրեական գործը մերժելու մասին որոշումը։ Ըստ արաբկիրի քննչականի քննիչ Դիանա Գրիգորյանի խարդախությունը յուրովի է ձևակերպվում այլևս Հայաստանում։ Ենթադրաբար Դիանա Գրիգորյանի ձեռամբ ըստ էությամբ առաջարկ է արվում, որ գիտեք, գնացեք, գումար վերցրեք, կարևորը կամավոր թող ձեզ այդ գումարը տամ, այդ գումարից մի որոշ տոկոս հետ վերադարձրեք, ու հանգիստ ապրեք, քննչականը ձեզ պահապան։ Սա Ճարպիկ Քոսլայի հյուրատունն է։ Մենք փորձեցինք հանդիպել նաև նրան, բայց նա խուսափեց։ Հիմա մենք 12 տարի ստեստ ապրել ենք, մենք Պետրոսյանի ամեն տարի փողը վճարում ենք մեր Կարտուսյանի կարտի համար։ Քի է վճարում։ Որ երբ մեզի խնդիր կլինի, ոստիկան մեզի, համ Պետրոսյան մեզի օգնի, չէ՞։ Բայց մեր հիմա ոչ մեկը մեզի չի օգնում։ Ի վերջո, եթե այս ու նմանատիպ տղաներին մեր երկրում տեղ եք տվել, ուրեմն պաշտպանեք նրանց խարդախության զոհ դառնալուց։